Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ ընտրել եք դեպի իրականություն էջը, ձեր ներկայությունը, ձեր լսելը, ձեր արձագանքներն են, որ այս ճանապարհը դարձնում են կենդանի ու իմաստավորված։ Յուրաքանչյուր դիտում, մեկնաբանություն, կիսում, նյութի ինձ հիշեցնում է, որ մենք միայնակ չենք մեր հարցերում, մեր որոնումներում ու փոփոխության ցանկության մեջ։ Մենք միասին ենք քայլում դեպի ավելի գիտակից, ավելի ազնիվ, ավելի իրական կյանք։ Եթե այս էջը թեկուզ մեկ պահ ձեզ օգնել է կանգ առնել, զգալ, հասկանալ կամ հիշել ինքներդ ձեզ, ուրեմն մենք ճիշտ ուղու վրա ենք։ Շնորհակալ եմ վստահության, բարի ու ջերմ խոսքերի, մաղթանքների, բաց սրտի ու համատեղ ճանապարհի համար։ Շարունակենք միասին քայլել դեպի իրականության արահետով։ Ուրեմն այսօրվա թեման, որ պատրաստել եմ, վաղուց էի մտածում այս մասին խոսել, քանի որ շատերի մոտ թյուր ըմբռնում կա, թե ինչ է իրանից ներկայացնում աստրոլոգիան և թվագիտությունը։ Ուզում եմ այսօր մենք միասին բացահայտենք նրանց էությունը, դերը և նշանակությունը մեր կյանքում։ Դարեր շարունակ մարդը փորձել է հասկանալ ինքն իրեն, իր ճակատագիրը և կյանքի օրինաչափությունները։ Այդ որոնման ընթացքում ձևավորվել են գիտելիքների համակարգեր, որոնք չեն սահմանափակվում միայն նյութական աշխարհով, այլ ուսումնասիրում են նաև ժամանակի, էներգիայի, խորհրդանիշների ազդեցության մարդու կյանքի վրա։ Այդ համակարգերից ամենահին և ազդեցիկ երկու ճշմարիտ գիտելիքներն են, որոնք աշխարհարարման հենց սկզբից հիմք են հանդիսացել, դրանք երկուսն են աստղագիտությունը և թվագիտությունը։ Եկեք միասին հասկանանք, թե ինչ են իրենցից ներկայացնում այս գիտությունները, ինչ դեր ունեն մարդու կյանքում և ինչ նշանակություն կարող են ունենալ ժամանակակից աշխարհում։ Ինչ է աստղագիտությունը։ Աստղագիտությունը դա խորհրդանշական գիտելիքի համակարգ է, որը ուսումնասիրում է երկնային մարմինների, արեգակի, լուսնի, մոլորակների և աստղերի դիրքերի կապը մարդկային բնավորության, կյանքի իրադարձությունների և ներքին զարգացման հետ։ Այն հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդը և տիեզերքը միավորված են մեկ ամբողջական համակարգում։ Աստղագիտությունը չի կանխատեսում ճակատագիրը կոշտ և անփոփոխ ձևով, այլ ցույց է տալիս միտումները, հնարավորությունները և յուրաքանչյուրիս դասերը, որոնց հետ յուրաքանչյուրս կարող ենք գիտակցաբար աշխատել։ Աստղագիտության հիմնական բաղադրիչներն են ծննդյան քարտեզը, հորոսկոպը, որը սովոր ենք ասել, և երկնքի պատկերը մարդու ծննդյան պահին, այսինքն այդ պահին որ կենդանակերպը, որ մոլորակները ինչ դիրքում ու ինչ փոխհամագործակցության հետ են գտնվել։ Կենդանակերպի նշանները, դրանք մեր բնավորության հիմնական որակներն են, մոլորակները մեր հոգեբանական և էներգետիկ ֆունկցիաներն են ցույց տալիս, իսկ տները դրանք մեր կյանքի ոլորտներն են, ընտանիք, կարիերա, հարաբերություններ և յուրաքանչյուր ոլորտ, որտեղ կառնչվի մարդ հասկացողությունը։ Ասպեկտները, դիրքերը, դրանք մոլորակների միջև եղած կապերն են, որոնք ցույց են տալիս ներքին լարվածություն կամ ներդաշնակություն, առաջխաղացում կամ զգուշացում։ Աստղագիտության դերը մարդու կյանքում ինչպիսի՞ն է, ինչ օգնություն է ցույց տալիս աստղագիտությունը մարդուն։ Առաջինը հասկանալ սեփական բնավորության ուժեղ և թույլ կողմերը, բացահայտել կյանքի կրկնվող սցենարները, ընտրել ճիշտ ժամանակներ յուրաքանչյուր կարևոր որոշումների համար,
գիտակցել կարմայական դասերը և ներքին հակասությունները, խորացնել ինքնաճանաչումը և անձնական զարգացումը։ Ժամանակակից աշխարհում աստղագիտությունը հաճախ օգտագործվում է որպես ինքնաճանաչման և հոգեբանական կողմնորոշման գործիք։ Հիմա հասկանանք ինչ է իրենից ներկայացնում թվագիտությունը։ Թվագիտությունը թվերի խորհրդանշական իմաստների և դրանց ազդեցության ուսումնասիրությունն է մարդու կյանքի վրա։ Այն հիմնված է այն գաղափարների վրա, որ ամեն թիվ ունի իր էներգիան, թրթռումը և տեղեկությունը։ Մարդու ծննդյան ամսաթիվը, անունը, կյանքի կարևոր թվեր, օրինակ, ինչպես անձնագրի ստանալն է, եթե տուն ենք գնում, տանը փաստաթղթերն են, ամուսնանում ենք, մեր ԶԱԳՍ-ի վկայականն է, դրանք թվեր են, որոնք կրում են հատուկ կոդ, որը հնարավոր է վերծանել թվագիտության միջոցով։ Թվագիտության հիմնական թվերը կյանքի ուղու թիվ, հոգու թիվ, հայելու և ճակատագրի թիվ, որտեղ կյանքի ուղու թիվը ցույց է տալու մարդու հիմնական առաքելությունը, ճակատագրի հիմնական փորձությունները ցույց է տալու ճակատագրի թվի դիրքը, անձնական տարվա թիվը, ինչպես մեր նախասկզբնական հաղորդումներից դու իմացաք, որ անհատական մոլորակային տարվա թիվը մեր անձնական տարվա թիվն է, տվյալ տարվա թեման յուրաքանչյուրիս համար, անուն ազգանվան թվերն էլ շատ խորը իմաստ ունեն և տարբեր հաշվարկների ժամանակ օգտագործվում է, հաղորդակցության և սոցիալական դերի մասին տեղեկություն։ Թվագիտության դերը և նրա օգնությունը մարդուն, հասկանալ մարդու ներքին շարժիչ ուժերը, տեսնել կյանքի ցիկլերը և փուլերը, ընտրել բարենպաստ ժամանակներ գործողությունների համար, բացահայտել տաղանդներ և թաքնված ներուժը, գիտակցել կրկնվող թվային սցենարները մարդկային կյանքում, այն հաճախ կիրառվում է որպես կյանքի պլանավորման, ինքնակառավարման գործիք։ Հիմա այս երկու համակարգերը պիտի հասկանանք, որ փոխ լրացնում են միմյանց։ Աստղագիտությունը ցույց է տալիս ժամանակն ու տիեզերական ազդեցությունը, այսինքն տիեզերքի կողմից մոլորակների, աստղերի, կենդանակերպերի ինչ ազդեցություն են տվյալ պահին թողնում յուրաքանչյուր անհատի վրա անհատականապես։ Նումերալոգիան բացահայտում է թվային կոդն ու ներքին ռիթմերը, որոնք կարող են մարդու հետ առնչվել։ Միասին դրանք տալիս են ավելի ամբողջական պատկեր մարդու կյանքի մասին, բնավորության, ժամանակաշրջաններ, դասեր և հնարավորություններ։ Թվագիտության մեջ կա նաև մարդու ողջ կյանքի փիլիսոփայությունը։ Հատուկ պատրաստեցի, որ դուք հասկանաք, որ այստեղ չկա գուշակություն, այստեղ չկա մոգություն, բայց կա խորը ճշմարիտ գիտելիք։ Եվ այս երկու գիտելիքների նշանակությունը մեր ժամանակակից աշխարհում։ Այսօր, երբ մարդիկ հաճախ ապրում են արագ ռիթմով, ներքին խզումով, աստղագիտությունն ու թվագիտությունը կարող են ծառայել որպես ինքնաճանաչման խորգործիքներ, որպես հոգևոր կողմնացույց, գիտակցված ընտրությունների աջակցող համակարգեր, մարդու ներքին հավասարակշռության վերականգնման միջոցներ։ Դրանք չեն փոխարինում բժշկությանը, հոգեբանությանը կամ գիտությանը, բայց կարող են լրացնել և խորացնել մարդու ինքնաընկալումը։ Աստղագիտությունն ու թվագիտությունը լեզուներ են, հարգելիներս, որոնց միջոցով տիեզերքը խոսում է մարդու հետ, խորհրդանիշների, թվերի, ժամանակի միջոցով։ Դրանք չեն սահմանափակում յուրաքանչյուրիս ազատ կամքը, այլ օգնում են մարդուն գիտակցել իր ճանապարհը, քայլել այն ավելի իմաստուն, ներդաշնակ և խաղաղ ձևով։ Գիտակցված մարդը երբեք չի ենթարկվում ճակատագրի,
այլ համագործակցում է նրա հետ։ Թվագիտությունը տիեզերքի լեզու է, աստղագիտությունը նույնպես։ Եթե յուրաքանչյուրս տիրապետենք այդ լեզվին, գիտակցված կարող ենք անցնել մեր կյանքի ուղի, իսկ եթե ոչ, ապա յուրաքանչյուրս կապրենք մեր սուբյեկտիվիզմի մեջ, որը իրականության հետ շատ քիչ կապ ունի, հետաքրքիր է, չէ՞։ Ծննդյան ամսաթիվը անձի մասին բոլոր տեղեկությունների ծակագիրն է յուրաքանչյուրիս համար առանձին։ Եթե ասում ենք ճշմարիտ գիտելիք ստանալը թանկ է, ես ուզում եմ հարց տալ ձեզ և շատ կուզեի այս նյութը դիտելուց հետո լսել ձեր պատասխանը, իսկ ինչ արժե անգիտությունը, երբևէ հաշվել եք։ Լավ մնացեք։